Սիրելի հայրենակիցներ, Վարշապատի խոշորացված համայնքի ընտրությունները ավարտվեցին։ Գուցե մեր հասարակության սպասելիքները մի փոքր այլ էին, ընդդիմադիր սեգմենտը այլ սպասելիքներ ուներ, գուցե յուրաքանչյուրս մեր տեղում անհրաժեշտ չափով աշխատանք չենք տարել, բայց ունենք մի պատկեր, որի հետ կարծում եմ պետք է հաշվի նստենք ոչ թե հուսահատվելու, այլ հետևություններ անելու նպատակով։ Այսպիսով այդ ընտրությունների արդյունքում, եթե նույնիսկ բողոքարկումներ լինեն եւ ավագանի անցած խմբակցությունների թիվը ենթադրենք 1-ով կամ 2-ով ավելանա պակասի, էապես կոնֆիգուրացիան չի փոխվում։ Անցել են 3 խմբակցություններ, ՔՊ-ն, Հաղթանակ դաշինքը եւ Մայր Հայաստան կուսակցությունը, կոնֆիգուրացիան այնպիսին է, որ իր ստացած մոտավորապես 48-49%-ով դրան գումարվելու է չանցածների բնականաբար տոկոսները, որը համամասնորեն բաժանվելու է անցած քաղաքական ուժերի միջև, ՔՊ-ն հնարավորություն է ստանում միայնյա իշխանություն ձևավորել Վաղարշապատում։ Անշուշտ ես գիտեմ, որ վաղվանից սկսած մեր հասարակությունը ենթարկվելու է ՔԲ մեդիա տերորին։ Օրինակ ասելու են, տեսեք, որ մենք շարունակում ենք մեծամասնությունը վայելել, այսինքն մեծամասնության վստահությունը վայելել հասարակության, հետևաբար հենց այսպիսին է լինելու նաև 2026-ի խորհրդարանական ընտրությունների պատկերը։ Այս մեդիա տերորը, այս թեզը վաղվանից դուք շատ ակտիվ լսելու եք, խնդրում եմ լսեք այս թեզը, բայց մի առանձնապես հուսահատվեք, որովհետև դա ճշմարտություն չէ, կամ ամբողջ ճշմարտությունը չէ։ Երկրորդը նրանք փորձելու են Վաղարշապատի ընտրությունների արդյունքները շահագործելով հասարակության մեծամասնությանը, որն անշուշտ ընդդիմադիր է իրենց, հուսահատության ճիրաններում պահել, որ տեսեք ընտրություններով ոչինչ չի փոխվում։ Սա էլ ճիշտ թեզ չէ, բայց ես զգուշացնում եմ այն, ինչ փորձելու է անել ՔՊ-ն։ Եվ վերջապես ՔՊ-ն փորձելու է վուլգար ձևով, գռեհիկ ձևով շահագործել Վաղարշապատի ընտրությունները, ցույց տալու համար, որ իր հակաեկեղեցական կամպանիան ունի հասարակական աջակցություն։ Գանք հերթով, սիրելի հայրենակիցներ, առաջին թեզը, որ իբր ՔՊ-ն վայելում է հասարակության մեծամասնության աջակցությունը եւ էջմիածինը կարելի է համարել գալիք տարվա ընտրությունների մինի պատկեր, մինի մոդել։ Բացարձակապես այս թեզը լուրջ չընդունեք, սիրելի հայրենակիցներ, ցանկացած ընտրություն, նույնիսկ թիմ ընտրությունները, Վաղարշապատի ընտրությունները այդ թվում շատ կարևոր են եւ էլեկտորալ տրամադրությունների որոշակի ցուցիչ են։ Այստեղ ես չեմ վիճի, բայց չի կարելի մունիցիպալ մեկ ընտրության հիմքով հեռուն գնացող հետևություններ անել, որովհետև տեղական ընտրությունները որևէ աշխարհագրական տարածքով պայմանավորված ունեն իրենց տեղական սպეციფიკան եւ երբեք որևէ տեղական ընտրության մոդել տարածելի չէ ամբողջ երկրի համար։ Հետևաբար ընդունենք ի գիտություն այն տրամադրությունները, որ կային Վաղարշապատում, բայց ընդդիմությունը սրանից պետք է հետևություններ անի եւ ոչ թե հուսահատության գիրք ընկնի։ Առավել եւս կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներին Վաղարշապատի ընտրությունների համատեքստում արշավ չտանել ընտրությունների ինստիտուտի դեմ այն տրամաբանությամբ, որ միևնույնն է ՔՊ օրոք անցկացվող բոլոր ընտրություններում հաղթելու է Նիկոլ Փաշինյանը կամ հաղթելու է նրա թիմը։ Սա միանգամայն կեղծ թեզ է, սիրելի հայրենակիցներ, որտեղ փոփոխությունների ավելի արժանահավատ տարբերակ, քան ընտրություններն են, գոյություն չունի։ Տեսեք, մեր հասարակությունը ակտիվ հանրահավաքների չի մասնակցում, ակտիվ որևէ միջոցառման չի մասնակցում, լինի դա իշխանության նախաձեռնած թե ընդդիմության, բայց շատ ակտիվ գնում է ընտրությունների։ Ընդամենը պետք է արդյունավետ ընդդիմադիր հարթակներ ստեղծվեն,
որպիսի ԿՊ-ն 50% գումարած մեկ չստանա։ Իդեպ, այսօր վաղարշապատում շատ մոտ էինք այդ պատկերին։ Եթե ընդդիմադիր ուժերը մի փոքր ավելի էֆեկտիվ գործեին եւ իշխանության շատ թակարդների չտրվեին, որոնց մասին առաջիկայում կխոսեմ, այսօր վաղարշապատում միանգամայն այլ պատկերեր լինելու եւ ԿՊ-ն առնվազն միայնա իշխանություն ձևավորել չէր կարողանալու։ Եվ վերջապես երրորդ թեզը, երբ ասում են կամ կասեն վաղվանից, որ տեսեք մենք Էջմիածնում հաղթեցինք եւ դա նշանակում է, որ մեր հակաեկեղեցական կամպանիան ունի հանրային աջակցություն, սա ամենաթույլ թեզն է իշխանության տարածած, այո, մայրաթոռը գտնվում է Վաղարշապատ համայնքում, բայց եկեղեցին շատ տարողունակ հասկացություն է եւ որևէ համայնքային ընտրություն չի կարող ցուցիչ լինել մեր հասարակությունը, ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։ Ավելի շուտ ես վստահ եմ, որ խիստ բացասաբար է վերաբերվում այդ քաղաքականությանը եւ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները բացարձակապես կապ չունեն եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ։ Մանավանդ որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը եկեղեցու թեման այդ ընտրություններում ընդհանրապես չէր էլ քննարկում։ Եթե չհաշվենք մի կարևոր հանգամանք, որ հուդաների մի ոհմակ իր մերկանտիլ քաղաքական շահերի համար կեղծ մատնություն արեց, ինչի հետևանքով Վեհափարի եղբայրն եւ նրա որդին կալանավորվեցին։ Բայց Վաղարշապատը նրա ընտրությունները ունեն նաև դրական համատեքստ։ Տեսեք, քարոզարշավի վերջին օրը ակամայից Խուդացյանը, տկեն նախարարը, որ շատ ակտիվ դեր ուներ ԿՊ Վաղարշապատյան քարոզարշավում, ընտրարշավում, մի հետաքրքիր հայտարարություն էր արել։ Նա ասել էր, որ իրենք վստահ են, որ Էջմիածնում չի կրկնվի փարաքարի մոդելը, որտեղ ԿՊ-ն ձախողվել էր, որովհետև ընդդիմությունը փարաքարում ոչ քոչարյանական ուժերի դեմքով էր հանդես եկել։ Այսինքն իրենք ԿՊ-ում Խուդացյանի բերանով ընդունեցին, որ իրենք չունեն մրցակցային ընտրության պոտենցիալ։ Իրենց համար հանրային վստահությունը կարևոր չի, ոչ էլ կառավարման արդյունավետությունը։ Իրենք առաջնորդվում են բացառապես ընդդիմախոսներին դեմոնիզացնելու։ Նախկին ներկա կեղծ թեզը գրեգ ձևով շահագործելու ճանապարհով է գնում ԿՊ-ն։ Այսինքն Խուդացյանի ասածը անուղղակիորեն այսպես կարող ենք հասկանալ, եթե միջև խորհրդանական ընտրությունները մենք կարողանանք ավելի էֆեկտիվ ընդդիմադիր հարթակ կամ հարթակներ ձևավորել, ԿՊ-ն այս հաղթաթղթից իսպառ զրկվելու է, չի կարողանալու շահագործել ներկա նախկին այդ կեղծ թեզը, մանավանդ Էջմիածնի ընտրությունները կամ Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության էմոցիոնալ շանտաժն այլևս չի աշխատում։ Նախկինների թիրախավորումը դարձյալ արդյունավետ ձևով այլևս չի գործում եւ իշխանությունը ստիպված է լինում ռեպրեսիաների եւ վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմանը դիմել։ Եվ վերջապես հասարակությունը, ինչպես ցույց տվեցին Վաղարշապատի ընտրությունները, բովանդակային քաղաքականության կարիք ունի։ Սա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, որը սպառված է եւ այս առումով ոչինչ էլ չի կարող ներկայացնել մեր հասարակությանը, այլ հատկապես ընդդիմությանը։ Կունենանք հասարակությանը կոնսոլիդացնող արդյունավետ ծրագիր, ապագային միտված թեզեր, ոչ պոպուլյար, բայց քաղաքական, տնտեսական, երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը հաղթահարող բանաձևեր, ԿՊ-ն պարտվելու է, որտեղ հենց իրենք են խոստովանում, որ ոչ հարմար ընդդիմության պարագայում իրենց ֆիասկոն անխուսափելի է։ Հետևաբար Վաղարշապատը, նրա ընտրությունները ոչ թե հուսահատվելու, այլ սխալները շտկելու եւ 2026-ի ընտրություններում ԿՊ-ին պարտության մատնելու, վճռականությամբ տոգորվելու մասին է։